Տիրոջ փառքի համար կկարդամ Կողոսացիս 4 գլուխ 2 խոսքից. Շարունակ աղոթքի ետևե եղեք, անոր մեջ արթուն մնալով գոհությամբ։ Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն բաներ կա, տեսեք մեր կյանքի մեջ քուրեր եղբայրներ ջան, որ Տերը թույլ է տալիս, ինչ որ մի հատ հարց է, դժվարություն է, բայց մենք Տիրոջ երեսը այդ պահին չենք փնտրում, աղոթքի չենք եթում, բայց Տերը ուզում է, որ ասում է շարունակ աղոթքի ետևե եղեք։ Հիմա ինչ որ մեկին ենթադրենք հորդորում ես, ենթադրենք քո ընտանիքի անդամն է, հարևանն է, որ ապաշխարի գա Տիրոջը, շատ ասելով չի։ Դրա համար մարտավարության կարգը պետքա փոխվի։ Ասելով չի, շատ անգամ ասելով չի։ Դրա համար ես պետք է եթամ աղոթքի։ Աղոթք աղաչանք իր համար։ Մինչև անգամ այն կատեգորիայի հասցնի Սուրբ Հոգին, որ անգամ քո թշնամիդ, որ քեզի ցավացնում է, իր համար աղոթք անես։ Ավետարանը սա է ուզում։ Դրա համար Աստված օգնական լինի, որ մենք արթուն մնանք։ Արթուն մնանք աղոթքի մեջ, քուրեր եղբայրներ ջան, աղոթքի հոգի ունենանք։ Ես կխոսեմ մի փոքր աղոթքի մասին, որ մենք այո ունենանք այս կյանքը եւ օրինակներ կբերեմ Սուրբ գրքից, որ ավելի մենք արթուն մնալով աղոթքի մեջ հաստատվենք ավետարանի ճշմարտության մեջ, խոսքի մեջ եւ Սուրբ Հոգին կտանի այս ընթացքը։ Հակոբոսի մեջ, տեսեք, Հակոբոսի մեջ ասում է, եթե մեկը նեղության մեջ է, ուրեմն կարդամ Հակոբոս 5:13-ից ասում է, եթե ձեզ մեկը նեղության մեջ է, աղոթ թողնե։ Հիմա մենք, որ ընկնում ենք նեղության մեջ, շատ անգամ աղոթքի չենք կանգնում։ Խոստովանենք Տիրոջ առաջ, չէ՞, լինում է, որ էլ չենք ուզում աղոթք անենք, եթե նեղության մեջ եմ, Սուրբ գրքին մոտիկ չեմ եթում, ասես խոսալս չի գալիս, չէ՞, տենց է չէ դառնում։ Դրա համար ավետարանը ուզում է, որ մենք այո ունենանք արթուն աղոթքի կյանք դեպի Տիրոջը։ Հիմա աղոթքա ժողովներ ա դրված, չէ, աղոթք պետք է արվի, քուրեր եղբայրներ ջան։ Ինչքանս ենք մասնակցում։ Տեսեք, քնած սատանայի ուզածը, որ մարդուն քնած պահի։ Քնած մարդուն ինչ հրամցրեց անելու է։ Դրա համար չի ուզում ինքը աղոթքի կյանք ունենա, արթուն կյանք ունենա, հաղորդակցվի Տիրոջ հետ, որ հանկարծ իր գործները չքանդվի, հանկարծ դեմ չկենա իրան։ Սատանայի ուզածը սա է, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար Սուրբ Հոգին էլ ուզում է, որ ստեպ աղոթքի կանգնենք։ Տերը ուզում է, որ ստեպ աղոթքի կանգնենք։ Աղոթող մարդը լինենք մենք, քուրեր եղբայրներ ջան, որ արթուն մնանք, որ հակառակորդը իր նպատակը քնացնի հավատացյալին։ Հավատացյալ եղի, բայց քնած եղի, աղոթքի կյանք մի ունեցի, խոսքի ընթերցանության կյանք մի ունեցի, լավ է, ձեռա տալիս իրան, բայց ասում է, շարունակ աղոթքի ետևե եղեք գոհությամբ։ Եվ տեսեք 5:10, ուրեմն 16-ից ասում է, արդարի ջերմեռանդ աղոթքը շատ ազդեցություն ունի։ Արդարի ջերմեռանդ աղոթքը շատ ազդեցություն ունի։ Որ արդարի, քուրեր եղբայրներ ջան, մենք գիտեք որտեղ ենք տանուլ տալիս։ Ես կարող է իրավիճակ գա, ես նայեմ այդ իրավիճակին ոչ թե Տիրոջ արդարությանը, ոչ թե Հիսուսի արած գործին, չէ որ ես Հիսուսով եմ արդարացած։ Հիմա Տերը չի ասում, որ չես սայթակելու, չես ընկնելու, ինչի ես դու քոնը նայում։ Նայի են արդարին, որը խաչվել է քո համար, այ որ նայեմ խաչյալին, քուրեր եղբայրներ ջան, ես լավ ջերմեռանդ աղոթք կանեմ եւ կազատիմ այդ նեղությունից, եւ Տերը կտա այդ կյանքը, քուրեր եղբայրներ ջան։ Մենք շատ անգամ նայում ենք այդ ընթացքին եւ սկսում ենք կոտրվել, լավ դե ես այս վիճակին եմ, ինչ աղոթք, ինչ երեսով է թամ Տիրոջ առաջ կանգնեմ, կամ ոնց կանգնեմ։ Նայի Հիսուսին, նայեմ Տիրոջը եւ այդ արդարություն, ասում է, արդարի ջերմեռանդ աղոթքը ոչ թե իմ արդարությունով է մեկը, ոչ թե իմ բանով է մեկը, Քրիստոսի վրա եղած արդարությունով է մեկը, արդարացնողը Տերն է, Հիսուսն է, իր սպիտակ այո այդ պատմուճանը Տերն է հագցրել ինձի, ես ինձանով չունեցա էդի, Տերն է արել եւ այս արդարությունից եղած այս աղոթքը ջերմեռանդ մեծ ազդեցություն ունի, որ Տեր ջան Իսրայելը գիտեք ինչ էր ասում, ոչ թե նայի մեզի, ապա նայի քո ողորմությանը, Տեր ջան, այդպես աղոթք էին անում։ Ոչ մեր վիճակին մի նայի, մեր այս ընթացքին մի նայի քո անսահման ողորմությանը, նայի քո մեծ փառությանը եւ ողորմություն արա մեզի։ Եվ մենք այսպես ջերմեռանդ աղոթք անենք, Աստված այո կարող է մեզի ողորմություն տալ։
Տեսեք Ղուկաս ավետարանի մեջ մի հատ օրինակ բերեմ, Ղուկաս ավետարան 22, սա այն հատվածն է, որ Տերը աղոթք արեց Գեսսեմանիում, 22-ի ուրեմն 43-ից կարդամ։ Ասում է երկնքեն հրեշտակ մը երևցավ անոր ու զորացուց զանիկա, սաստիկ նեղության մեջ ըլլալով ավելի ջերմեռանտ աղոթք կրավ։ Հիմա պատկերացրեք մարդկության մեղքի բաժինը Տիրոջ վրա էր դրվում, որ ինքը պետքա այս գործը կատարեր քուրեր եղբայրներ ջան, բայց ասում է սաստիկ նեղության մեջ ավելի ջերմեռանտ աղոթք արավ։ Հիմա երբ որ իմ քո վրա նեղություն է գալի, ջերմեռանտ աղոթք անում ենք։ Չէ, մոլորվում ենք, նեղվում ենք, շփոթվում ենք, չէ, բայց Տերը օրինակ է տվել ինձ քեզի, ասում է սաստիկ նեղության մեջ ըլլալով ավելի ջերմեռանտ աղոթք կրավ, եւ իր քրտինքը այժունի մեծ կաթիլներու պես էր, որ գետինը կթափվեր։ Ասում է աղոթքեն ելելով աշակերտներուն քով եկավ ու գտավ զանոնք տրտմությունեն քնացած։ Ու սավ անոնց ինչու քնանակ, ասում է, ելեք աղոթք կրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Տեսնում եք, աղոթքի մեջ եղի ասում է, որ տրտմած ես, նեղված ես, աղոթք արա, որ փորձության մեջ չմտնես։ Աղոթք արա, որ չներքաշվես փորձության մեջ, հակառակորդին չհաջողվի քնած վիճակում քեզի կգցի փորձության մեջ։ Բայց երբ որ մարդը Տիրոջ հետ է, արթուն է, աղոթքի մեջ է, քուրեր եղբայրներ ջան, դրա համար առաքյալը ասում էր, մենք անոր գործերը չգիցող չենք, քննում ավետարանով, խոսքով քննում է, նայում է, տենում է հələ էսի ում բերածնա, ում կամքն է կատարվում։ Եբրայեցիների մեջ էլ կարդամ, ուրեմն Եբրայեցիս 5-րդ գլուխ, քուրեր եղբայրներ ջան, Եբրայեցիս 5-րդ գլուխ 7-ից ասում է, որ իր մարմնի օրերը սաստիկ գոչումով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուցանեց անոր, որ կարող է զինք մահվանե ազատել ու լսվեցավ իր բարեպաշտության պատճառով, թեպետ ինքը որդի է, բայց իր չարչարանքներեն հնազանդություն սովորեցավ։ Ասում է, իր մարմնի մեջ եղած ատենը սաստիկ գոչումով, աղոթքով եւ աղաչանքով, չէ, լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Հիմա մարդը հնարավոր է բարի կարծես ճակերտավոր բարի լինի, բայց բարեպաշտ չլինի։ Կարծես լավ վարք ունենա, լավ ասենց ոնց որ ճակերտավոր, բայց բարեպաշտ չլինի։ Աղոթող չլինի, աղաչանք չանի Տիրոջը, հասկանում եք։ Ապրում է, նայում ես տենց ոնց որ ոչ կարծես լավ ընտանիքին նվիրված, իր երեխեքին, իր ընթացքին, բայց ինքը բարեպաշտ չի, Աստծուն չի պաշտում։ Երբ որ այն մի հարուստը եկավ, ասեց բարի վարդապետ, ասում է, Տերը ինչ ասեց, ասեց բարին մեկ չկա, որ է Աստված։ Հիմա այս վերջնական արդյունքում եկավ, որ այս մարդը այս պատանին հարստություն ուներ, չէ, ասեց գնա ծախի աղքատներուն տուր, արի իմ հետևից։ Այն որ դու բարի կանվանես, այն որ այդ բարության մեջ կմնաս, այդ օրենքը կպահես, մանկությունը պահել էր այդ օրենքները, բայց ասում էր Տերը մի բանի վրա էր մատը դրել, ասում էր գնա ունեցածը ծախի, արի իմ հետևից։ Այսինքն բարեպաշտ եղի, մի պաշտի այդ կուրքին, մի պաշտի այդ հարստությանը, արի իմ հետևից։ Մարդը հնարավոր է տես պահելա, չէ, այդ պատվիրանները պահելա, լավ է, Տերը սիրեց, բայց ասում է ումը կպաշտես դու։ Ում ես պաշտում, դու բարին պաշտող ես, մեկեն զատ բարի չկա, որ է Աստված, դու պաշտում ես այդ Աստծուն, որը բարի է։ Թե պաշտում ես այն ինչին, որ դու նվիրված ես, որ դրա պատճառով կարող է դու թողես ինձի։ Դու բարեպաշտ ես, թե չէ։ Այո, բարեպաշտ մարդը աղոթքի կյանք ունի։ Հոգով լեցված մարդը աղոթքի կյանք ունի, քուրեր եղբայրներ ջան, եւ կազատի։ Հնարավոր է մենք ընկնենք նեղության մեջ, դժվարության մեջ, բայց Քրիստոսով պիտի ազատիմ, աղոթքով, իր երեսը փնտրելով Տերը ելքը ցույց պիտի տա։ Մեր համար շատ անգամ լինում է փակուղի, բայց Սուրբ Հոգին միշտ ելքը ցույց է տալի։ Եթե դու Տիրոջ երեսը փնտրող ես, եթե ես Տիրոջ երեսը փնտրող եմ, ելքը միշտ կա։ Աստծո զավակներին Տերը միշտ իրաններին ազատել գիտի։ Ով որ ջերմեռանտ է աղոթքի կյանք ունի, միշտ աղոթքով կարա դուրս գա այդ վիճակից, քուրեր եղբայրներ ջան։
Եթե փակուղի է, եթե հակառակորդին հաջողվել է, սա իր գործն է, քուրեր եղբայրներ ջան։ Հələ մի հատ այդ նեղության մեջ խոսքի համաձայն ավելի ջերմեռանդ ես աղոթք անեմ, տեսնեմ հələ հարցը չի լուծվի։ Միշտ Սուրբ Հոգին ելքը ցույց է տալի։ Մի համար էլ կարդամ, տեսեք, Հովնանու ուրեմն 2:1-ից։ Հովնանը կետ ձուկի փորի մեջ էր, հայտնվել էր այս իրավիճակին։ Ինքը ասում էր, Տեր ասում էր գնա Նինվե, ինքը Թարսիս էր փախնում։ Տեսեք ինչ վիճակի մեջ հայտնվավ։ Հովնան ձուկի փորեն իր Տեր Աստծուն աղոթք գրավ, ու սավ իմ նեղությունն ես, ասում է, Տեր քեզի աղաղեցի, եւ դուն ինձի պատասխան տվիր, գերեզմանի փորեն կանչեցի ու իմ ձայնս լսեցիր։ Հայտնվել է մի իրավիճակի մեջ, չէ, մի անդունդ է, պատկերացրեք, կետ ձուկի փորի մեջ, այդ լեղի մեջ, այդ թունավոր, այն որ մարսողություն է, չէ, այնտեղ կատարում, այնտեղ լավ վիճակ չէր։ Մարդը քայքայվեր այնտեղ, երբ որ սնունդը եթեմ, այնտեղ քայքայվում է, բայց ինքը պատկերացրա, Աստված թույլ է տվել նեղության մեջ, մարդը ջիգարով Տիրոջ երեսն է փնտրում։ Մենք ունենք այս բնությունը, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար ասում է, խոսքը ասում է, այնքան մի տուր, որ քեզի ուրանամ, բայց այնց էլ չլինի, որ ձեռս գողանա, ընկնեմ այս վիճակի մեջ։ Դրա համար իմ սովորական հացով զիս կշտացուր, Աստծո խոսքը այո կկշտացնի ինձի քեզի քուրեր եղբայրներ ջան։ Այո, մարդը այս բնությունը ունի, երբ որ մենք հայտնվում ենք նեղության մեջ, Տիրոջ երեսն ենք փնտրում, եթե ես հավատքի մարդ եմ, եթե ես Տիրոջը սիրող մարդ եմ։ Կամ գայթակղում հեռանում է մարդը։ Երկու տարբերակ կա, կամ մնում է իր մեջ, ավելի ջերմեռանդ, ավելի իր երեսն է փնտրում, կամ գայթակղում հեռանում է։ Դրա համար Աստված օգնական լինի, այս նեղության, ասում է, խոսքը ասում է, նեղության մեջ ես, աղոթք արա։ Աղոթք արա իմ երեսը փնտրի։ Եվ այս օրինակները ինչի համար էր տված, Սուրբ Գիրքը ինչի համար կարդացի։ Տերը այդ սաստիկ այդ նեղության մեջ մենք ունենք մենակ մեր մեղքի բաժինը չեն կարող մեսի տանենք, բայց հələ պատկերացրա Հիսուսին, իմ քո բոլորի ամբողջ մարդկության մեղքը պետքա դրվեր Քրիստոսի վրա։ Եվ ասում այս սաստիկ բանի մեջ ասում ավելի ջերմեռանդ աղոթք արեց։ Տիրոջ անունը փառավորվի։ Դրա համար Աստված օգնական լինի, ինչ վիճակի մեջ որ կլնես, ինչ նեղության մեջ, խոսքի համաձայն, ասում աղոթք արա, ավելի ջերմեռանդ աղոթք արա, Տերը կարա, շատ ասելով չի, խոսալով չի։ Սուրբ Հոգու գործունեությունը գիտեք ոնց է։ 1, 2, 3 անգամ խրատել է ետքը հետ է քաշվում։ Հետ է քաշվում։ Մենք էլ պետքա բաներ կա, որ ասվում է, հակառակություն է լինում։ Տենց է ստացվել հիմա։ Աղոթք պետք է անեմ, քուրեր եղբայրներ ջան։ Աղոթք անեմ եւ այս անգամ արդեն մարդուն չեմ ասում, Տիրոջն եմ ասում։ Եվ Տերը լսում այդ ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի Տիրոջ առաջ, որ ելավ, Աստված կարա սրտեր փոխի։ Սա է իմ ընթացքս Տիրոջ այսօրվա դրությամբ։ Տիրոջ անունը փառավորվի։ Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 40 խոսքը կարդամ։ Ասում է, երբ աշակերտներուն ասում է, եկավ քնացած, ասում է, գտավ, եւ ըսավ Պետրոսին, այդպես մեկ ժամ ալ չկրցակ ինձի հետ արթուն կենալ, արթուն կեցեք եւ աղոթք գրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Նույն կոնտեքստն է ոնց որ էլի նորից բանանում։ Աստված օգնական լինի, քուրեր եղբայրներ ջան։ Տերը ուզում է, որ այո, տեսեք, եթե մենք այդ չարչարանքին կցոր տլանք, անոր փառքինալ հաղորդ պիտի լանք։ Հիմա հավատքի համար է, հավատքի ընթացքի համար է, եթե այս նեղությունը հասել է ինձի, եթե կնեղեն ինձի սրա համար, ասում է աղոթքի մեջ մնա, որ փորձության մեջ չընկնես, որովհետև երբ որ մարդը Տիրոջը ընդունած է, հավատքի մեջ ընդունած է, հակառակորդը կրակոտ նետեր է ուղարկում։ Նպատակը, որ կոտրի քեզի, որ չմնաս արթուն, որ չմնաս դրա մեջ, որ հոգևոր գործ ընթացքը առաջ եթա։ Հիմա Տերն էլ ասում է ինձի հետ աղոթքի չկրցակ կենալ։ Հիմա ես հավատքի համար այս նեղությունը հասե ինձի։ Փառավորվի Տիրոջ անունը, պետք է աղոթք անեմ։ Աղոթք անեմ Տիրոջ երեսը, այնքան պետքա Տիրոջ փեշը, այնքան կարճած մնամ, մինչև Տերը ազատի։ Քուրեր եղբայրներ ջան։ Էսա Տերը սրա մեջ ինչքան որ մենք հարատևում ենք, պահում ենք, ընթացքը երկարում է, սրա մեջ էլ փառ Տիրոջը։
Սրա մեջ ինձի աճացնում է, սրա մեջ ինձի թրծում է, սրա մեջ ինձի իմ զգայարաններս ամբողջ բանս ոնց որ վարժվում Աստված պաշտության մեջ։ Դրա համար է Տերը պահում էս նեղության մեջ, մինչև անոր երեսը Հովնանը ոնց ասեր, չէ, մինչև դու ինձի լսեցիր, ասում է։ Հիմա այս անդունդի մեջ եմ, կետ ձուկի փորի մեջ եմ, բայց դու լսեցիր իմ աղաղակս։ Այսօր հիմա ես ու դու ինչ վիճակի մեջ որ կանք, անոր երեսը պետք է փնտրեմ։ Մինչև որ անիկա ինձի ազատեց, մինչև որ անիկա ծռեցավ, ասում է, իմ աղաչանքս լսեց, Դավիթը ասում էր։ Սա իմ ու քո օգուտի համար է, քուրեր եղբայրներ ջան, սա լավ ընթացք է այդում։ Միապաղաղ կյանքը լավ չի, եթե այս սրանք հանդիպել է ինձի քեզի, ես հատ եղբայրն ասում էր, ասա բարով ես եկե այդ նեղությանը։ Ես էլ աղոթքի, այո, ավելի վարժվում եմ աղոթքի մեջ։ Լավ բանա, թե վատ բանա։ Հիմա ես այդ նեղությունը չհասնի, հիմա մի 2 ժամ այդ հեռախոսի մեջ մնամ կամ TV առաջ մնամ, այդ ինձի հոգևոր կերակուրս չի, շինություն չի տալու։ Բայց երբ որ ես նեղության մեջ եմ, փութով Տիրոջ երեսը կփնտրեմ, այս սրա մեջ կաճացնի Տերը։ Հիմա լավ բաներ անում, թե վատ բաներ անում։ Բաներ կամ մեր խելքը չի հասնում, քուրեր եղբայրներ ջան։ Մենք այտենց նեղվում ենք, նեղսրտում ենք, վռած բան ենք անում, բայց Աստծո Սուրբ Հոգու գործը չեմ կարող տենամ։ Առաջի Պետրոս ուրեմն 3-րդ գլուխ 12 խոսքը կարդամ։ Վասնզի Տիրոջ աչքերը արդարներու վրա են ու իր ականջները անոնց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործներուն դեմ է։ Տիրոջ աչքերը արդարներու վրա են ու անոր ականջները անոնց աղոթքին։ Հələ պատկերացրա, ես էլ աղոթքի կյանք չունեմ։ Տիրոջ աչքը իր արդարները, որ Աստծո այդ Քրիստոսի, ասում է, այդ արդարությունը կփնտրի։ Աչքերը անոր արդարներու վրա են, որ իր արդարությունով չի գար։ Կգամ Տիրոջ առաջ, ասեմ Տեր ջան, ահա ես ոնց որ կամ։ Ու ես խնդրված կսա, իմ աղաչանքս է, որ քո ողորմությունդ լինի։ Իմ աղոթքս լսելի լինի քո առջևդ։ Որովհետև քո աչքերը, քո ականջները, քո արդարների, քո սուրբերի վրա է, չէ՞։ Հիմա ես էլ աղոթքի կյանք չունեմ։ Բայց Տերն էլ ուզում է պարպի, որ ես աղոթքի կյանք ունենամ, որ իմ աղոթքս լսելի լինի, որ իմ աղոթքս խոսքի համաձայն լինի, որ իմ աղոթքս իր կամքի համաձայն լինի։ Մենք հնարավոր է շատ բաներ կա, շատ գործունեություններ կա, շատ ընթաց կա, իր կամքի համաձայն չի։ Իր ուզածի պես չի։ Հիմա մտցնում է այս իր Սուրբ Հոգու դաշտի մեջ, իր ներկայության մեջ, աղոթքի մեջ արտնացնի, որ իր կամքը փնտրեմ, իր երեսը փնտրեմ, որ իր կամքը գործադրեմ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ աղոթքի մեջ, երբ որ մարդը երբ ազգում, որ հասունացել է, չէ, այս կյանքը որ կա, երբ որ խոսքը ասում է Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ, ուրեմն կարդամ այդ հատվածը, սա այն վիճակն է, որ մարդը ունի արդեն ձևավորված խոսքի ընթացքը ունի եւ աղոթքի կյանքը ունի։ Ուրեմն 5-րդ գլուխ 44-ից կարդամ, բայց ես ձեզի կսեմ, սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք ձեզ անիծողները, բարի կրեք անոնց, որ ձեզ կատեն եւ աղոթ կրեք անոնց համար, որ ձեզ կչարչարեն ու կհալածեն։ Եթե դու քո հալածողի չարչարողի համար աղոթ կնես, փառք Տիրոջը, արթուն վիճակ է սա։ Բայց եթե մենք քեզի հալածողի չարչարողի համար կիշնես այդ մակարդակին, անեցքանես, տենց հավարվում, տենց վարվես, հələ չունենք այդ կյանքը։ Դրա համար Աստված օգնական լինի, որ ունենանք աղոթքի կյանք եւ Տերը բացի մեզի արթուն մնանք, ստեպ աղոթքի մնանք, Սուրբ Հոգով աղոթք անենք, նեղության մեջ ջերմեռանդ աղոթք անենք, որ Տերը հասցնի այս մակարդակին, ունենանք Քրիստոսի բնությունը, զիս հալածողների համար ջերմեռանդ աղոթք անենք, որ Տերը իրանց էլ ապաշխարության դուռ բացի, քուրեր եղբայրներ ջան, իրանք էլ դառնան Տիրոջը։ Եկեք աղոթք անենք։ Այսօր էլ մեզի կյանք տվեց իր աստվածային խոսքերը լսելու համար։
իրան պաշտելու, փառավորելու համար, որի համար շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև այսօր մեզ այսպիսի գեղեցիկ բեմ տալու համար, քույրերի շնորհիվ, որ այս մակուրոտի մեջ խոսնենք, ուրեմն խոսում և ասում փառավորում։ Այսօր ուզում եմ խոսել նյութի համար, որ հետաքրքիր է ամեն մեկիս։ Մենք Աստծո ինչին ենք պետք, եթե վերնագրենք այս վերնագրով։ Աստծո ինչին ենք պետք մենք, Աստծո ժողովուրդը։ Կամ ծնողի հետ համեմատենք։ Ծնողի ինչին ենք պետք։ Երեխան ծնվելով փոքր հասակից կապնվում է ծնողի հետ, որտեղ շատ ու շատ սպասելիքներ ունի, շատ ու շատ կարիք ունի այդ ծնողի, շատ ու շատ բաներով այդ ծնողը իրան պետք է սնելու, մեծացնելու, աճեցնելու, հագուստներ հագցնելու, դպրոց ուղարկելու մինչև վերջ։ Եվ միշտ երեխան մեծանալով, կարծես ինչքան մեծանում, այդքան ինքը կտրվում է ծնողի հոգատարությունից, կապից, բայց այդ կապը միշտ կա։ Որտեղ երեխի հետ միշտ հարաբերության մեջ լինելով ծնողը իրան միշտ պետք է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ երեխան ինչ-որ բանով պորպոկված է, ինչ-որ մեկի հետ չի կարող կիսվել, պետք է ծնողի հետ կիսվի։ Կամ ինչ-որ մեկի հետ վիճել է, և իր այդ բանը չի արտահայտել այդ մարդու նկատմամբ։ Շատ հաճախ լինում է, որ գալով տղան կամ աղջիկը ծնողներից մեկի մոտ սկսում է խոսել, և այդ զայրույթը թափում է ծնողի վրա, հետո հանգստանում է։ Եղել է։ Կամ մեծանալով երեխաները սկսում են աշխատել, փող վաստակել, բայց վերջում էլի գալով օրեր կա, որ գալիս են ծնողի թոշակի 100 կամ $200 թռցնելու, որտեղ իրանց միշտ չի հերիքում։ Այսինքն միշտ երեխան ծնողի կարիք ունի։ Ես ինչի եմ ասում, որտեղ մամաս թոշակ էր ստանում, Թամարը գիտե, թոշակը գրեթե ձեռքից առնում է, ասում էր, այդ տղա ջան, գոնե $100 փող թող մոտս, որ հոպստոպ անեն, դադարք չլինի գրբանս։ Թողնում է, բայց դժվարությունով։ Նույն ձևի Աստված մարդը Աստծո կարիք ունի առաջի օրվանից։ Ինչքան էլ անհավատ լինի, մի հատ նեղության մեջ Աստվածյան փրկե։ Գոնե դարդահայտությունը ամենայն դեպս հայերի միջից դուրս է գալիս։ Մանավանդ հոգևոր հավատքի մարդիկ Աստծո հետ միշտ կապնված են։ Տեր, ես ինչ կարիքս, ես ինչ կարիքս, ես ինչ կարիքս։ Այդքան ուրիշ բաների վրա հույս չենք դնում, ինչքան Աստծուց բաներ ուզելու, մեր սոցիալական հարցերը, մեր դժվարությունները ներկայացնելու, նյութականը խնդրելու, հոգևորից ավելի շատ, անընդհատ ուզել։ Եվ ինչ։ Աստված տալիս է, մի դեպքում առադորեն, մի դեպքում մի քիչ, ինքը գիտե ինչի համար է։ Այսինքն երեխա, ծնող, մարդ և Աստված հարաբերությունը միշտ կա։ Մենք կախված ենք։ Հոգևորները կախված են Աստծուց։ Երեխաները նաև ծնողներից բնականաբար։ Բայց մենք ծնողի ինչին ենք պետք։ Փոքր հասակից անկուն գիշերներ, մայրերը գիտեն, լաց, կոց, հիվանդություն, անհանգստություն,
մի հատ բան եղավ, ամբողջ տրամադրություն անգնում է ծնողի, մի հատ փոքր բան լինի երեխային, սկսում է ավելի վատ զգալ ինքը քան այդ երեխան, մինչև վերջ, մինչև հասունություն, մինչև իր կյանքի վերջը։ Երեխին մի հատ բան եղավ, ուղի խարված է ծնողին։ Իսկ Աստված, մենք Աստծո ինչին ենք պետք։ Նույն երեխայի նման։ Ինչ ենք անում Աստծուն, որդեգրվելով նրան։ Տեր ջան ներ է, Տեր ջան մեղքից հանե, Տեր ջան էս էրա, Տեր ջան էնարա։ Միշտ կախվածությունը մեր։ Աստծո հետ պահում ենք, Աստված դրանից ոչ մի օգուտ չունի։ Ծնողն էլ օգուտ չունի երեխայից։ Ինչն է պատճառը, որ ես կապը կա։ Ինչի օգուտ չունենալով մեր մարդկային տադողությունով, որ մտածում ենք, մենք պետք է օգուտ ունենանք մի բան անելու համար։ Նույնիսկ ապաշխարության օգուտներն է, որ հավիտենական կյանք ունենանք։ Իսկ Աստված օգուտ չունենալով ինչի է մեզ համոզում տարերի ընթացքում, որպեսզի ապաշխարենք դարձի գանք։ Նաև ծնողը իհարկե իր ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ գուցե որ հոգևոր մարդ Աստված հատուկ կանոններով ապաշխարելուց հետո իր առջև քայլը, հատուկ կանոններով շարժվի իր վերջնական նպատակին հասնելու համար, փրկությանը տանելու համար։ Տես, այսօր եղբայրը խոսեց աղոթքի կարևորության մասին։ Մենք գիտենք, որ կարևոր է, բայց շատ անգամ չենք անում։ Մենք գիտենք, որ տեղը խմելուց կարողանանք, բայց շատ անգամ չենք խմում։ Ինչ վերաբերում է այսօրվա օրինակին, եղբայրը որ բերեց Հովնանի օրինակին կեդի փորի մեջ։ Եթե աղոթեց, կեդը փսխեց իրան, չէ՞։ Եթե չաղոթեր ելք կար, էլի ելք կար, բայց փսխելու միջոցով չէր։ Ելք կար արդակնոցի նման, մարսված, ոչնչացած և կեղտ դարձած։ Մեկ է, ելքը կար, կամ այս կողմից, կամ այն կողմից, բայց աղոթքը բերեց այն բանին, որ ինքը առողջ դուրս եկավ գետի փորից, ոչ թե որպես կեղտ, ոչ թե որպես կեղանք, որ պիտի օվկիանոսը լցվեր։ Մենք պետք է գիտենանք, այո, Աստված, մենք Աստծու զավակ ենք, ընկել ենք նեղության մեջ, Աստված գիտե, որ մենք իրանն ենք, էլ ինչ պետք է գիտենա, ինչ պետք է աղոթքը։ Պետք չէ աղոթքը, ուրիշ ելքով դուրս կգանք։ Եվ կվերջանա մեր հոգևոր կյանքը։ Սիրելի Աստծո ժողովուրդ։ Դրա համար մենք ուշադիր պետք լինենք մեր կոչման մեջ, թե որպես որդիներ, մարդու որդիներ, թե որպես Աստծո որդիներ, որ որդեգրվել ենք հավիտենական կյանքի համար։ Հիմա կանք հիմնական հարցին, մենք Աստծո ինչին ենք պետք, կամ մենք ծնողի ինչին ենք պետք։ Ինչն է հիմնական պատճառը, որ Աստված կուզե, որ մենք լավը լինենք, կամ ծնողը կուզե, որ մենք լավը լինենք։ Կարծեմ այս հարցի պատասխանը բոլորդ գիտեք։ Դա սերն է։ Աստծո սեր և ծնողական սեր։ Անշահախնդիր, ոչինչ չսպասող, միայն տվող։ Աստված սեր է, և սա պատահական չէ։ Եվ ամբողջ նոր կդագարանի հիմքը այս սերն է։ Աստծո օգուտը այն է, որ ինքը սեր է և սերով է լցված։ Եվ սեր է տալիս, եթե դա կարելի է օգուտ համարել։ Ծնողի օգուտը այն է, որ միշտ պետք է տառապի, բայց միշտ պետք է սիրե։ Նույնիսկ երեխաները անպատվելուց հետո ծնողին կարճ ժամանակ թթվում ենք, բայց դրանից հետո նորից բացում ենք, որովհետև սեր կա մեջը։ Սեր, որը անվարձահատույց է։ Եվ այս սիրուն կբաց, նաև այդ վագոնի նման, ոնց որ շոկեքաշին կբաց, Աստծո մոտ կա,
զոհողություն։ Եվ ծնողի մոտ կա այդ բանը։ Սեր եւ զոհողություն։ Էս է իրանց օգուտը մեզնից, որդիներից։ Ծնողների հայր Աստծու մարդկային ծնողի օգուտը, որ ունեն սեր եւ ունեն զոհողություն, սիրելի Աստծո ժողովուրդ։ Կարծում եմ սրա հետ բոլորդ համաձայն կլինեք։ Աստված, որ մարդուն ստեղծեց, իր պատկերով եւ նմանությունով գրված է խոսքի մեջ։ Պատկեր ու նմանություն շատ անգամ միայն արդակին տվյալներն ենք մենք հաշվի առնում, բայց Աստված նաեւ գիտե մարդու ներքին վիճակը։ Եվ շատ անգամներ ներքին վիճակով է գնահատվում, մենք Աստծուն նման ենք, թե չէ։ Արդակին պատկերը, այո, արդակին պատկերը ոնց որ մի քիչ նման ենք։ Չնայած մենք Աստծուն չենք տեսել, Հիսուսին տեսանք, որ Հիսուսին մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ։ Իսկ ներքին կառույցը ինչ ձևի է մեր։ Նման ենք Աստծուն, թե նման չենք։ Առաջի իսկ մարդուց պարզվա, որ մարդը լրիվ տարբեր է Աստծուց։ Լրիվ տարբեր է Աստծուց։ Եվ մարդուն հերիք էր, որ մի հատ պտուղ ուտեր, որը կարող է իրան չարն ու բարին տարբերելու հատկությունը տար։ Եվ այդ չարն ու բարին տարբերելը գիտեք ինչ տվավ։ Տվավ, որ մարդը հեռացավ Աստծուց, առաջի մարդը, կնոջ ձեռքը բռնած։ Երկրորդ, այդ առաջի մարդու երեխաներ ելան իրար սպանեցին։ Քո տվածը լավն էր, իմ տվածը լավը չէր։ Աստված քոնին նայեց, իմից չնայեց եւ ընկավ մեջները բան եւ առաջի մարդիկ մահ ճաշակեցին։ Ֆիզիկական մահ, ծնողների վիճակը կարող եք պատկերացնել։ Սա էր նմանությունը, որը բոլորովին նման չէր Աստվածային պատկերին եւ նրա կերպարանքին։ Բայց Աստծո խոսքի մեջ կա մեկ անձնավորություն, Աստծո պատկերով եւ նմանությունով։ Եվ ով էր այդ մարդը։ Շատ կարդացած չէր, շատ ուսում առած չէր, բայց Աստծուն հաճելի մեկն էր, որի անունն էր Աբրահամ։ Ոչ էլ կան քարոզներ լսել, Աստծո հետ ինչքան որ շփվել էր, ինքը գիտեր, Աստված էլ իր հետ էր խոսել։ Աբրահամ։ Ինչպես Աստված իր միածին որդին տվավ, Հովանու 3:16-ում կարդում ենք։ Ով որ նրան հավատա, կյանք ունենա հավիտենական, սիրուց ելնելով, միածին որդին, Աստված մեկ որդի ուներ, Հիսուս Քրիստոս։ Այդպես էլ Աբրահամ նմանվավ, պատկերվավ Քրիստոսի նման։ 100 տարեկանում մի հատ զավակ ունեցավ դժվարությունով եւ այն էլ տվավ Աստծո առաջին կանչով։ Այս սա է նմանությունը Աստծո։ Զոհության չափն է նմանությունը։ Եվ Աբրահամը ինչի համար հավատքի հայր կոչվեցավ, որտեղ Աստծո պատկերն ու նմանությունն ունեցավ։ Աբրահամ հավատաց Աստծուն։ Եվ այդ հավատքը նաև իրան բերավ արտարության։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք ինչպես կարող ենք ունենալ այդ նմանությունը Աստծո։ Ինչպես կարող ենք ունենալ այն նմանությունը ծնողին, եթե մենք չունենանք այդ սերը, չունենանք այդ զոհողությունը։ Աստված կուզե մեր մեջ էլ գտնել զոհողություն, որպես հավատացյալներ, որպես քրիստոնյաներ։ Եվ մենք ինչ պետք է զոհենք, գիտեք։ Մեր անպետք բաները, մեր մարմնավոր բաները, երբ որ կզոհենք Աստծո առաջ, կսենք, էս էլ պետք չէ, էս էլ պետք չէ, էս էլ պետք չէ։ Այն ժամանակ Աստված մեզի կընդունի։ Եվ կտեսնի, որ մենք էլ պատրաստ ենք ինչ որ բաներ զոհելու իր խոսքի համեմատ, իր խոսքի համար։ Սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ մեր որպես որդի լինելու պարտականությունը ո՞րն է Աստծո առաջ։ Անընդհատ մոտենալ իրան,
որովհետեւ իր պատկերից, իր բնավորությունից, իր խոսքից, իր ներքին եւ արտաքին կառուցվածքից չհեռանանք։ Որովհետեւ ինչպես Աստված անընդհատ բարի գործագից է, անընդհատ բարի կարտադրել է իրենից, մենք էլ նույն ծևի լինենք։ Որ մեզի համար էլ մի օր ասեն, որ Աստծո պատկերն ու նմանությունն ունի իր ներքին կառուցվածքով։ Առաքյալները հասան այդ բանին, մոտեցան այդ բանին։ Դրա համար քայլելու ժամանակ թաշկինակներ կփռեին ոտքերի տակ, որպեսզի իրանց շուկը ընկնելով այդ բաների վրա բարություն բերեր, բժշկություն բերեր մարդկությանը։ Առաքյալները հասան դրան, հասան մեկ ճանապարհով, Աստծուն մոտենալու ճանապարհով, Աստծու հետ մեգանալու ճանապարհով, ինչքան որ կարող էին։ Աստծո խոսքի մեջ Հակոբոսի մեջ կարդում ենք 4-րդ գլխում։ 4-րդ գլխի ուրեմն 6-րդ, 7-րդ համարներում ասում է Աստծո խոսքը։ Աստված անպարիշտներին հագարակը կենա, բայց խոնարհներին շնորհք կուտա։ Ուստի հնազանդվեցեք Աստծո, սատանային հագարակ կեցեք, եւ անիգա ձեզ մե պիտի փախչի։ Աստծո մոտեցեք, եւ անիգա ձեզի պիտի մոտենա։ Սատանային հագարակ կեցեք, որ մեզնից փախչի։ Աստծո մոտեցեք, որովհետեւ ինքը մոտենա։ Առաջի քայլը մենք պետք է անենք։ Աստված մեզի կանչել է, բայց առաջի քայլը մենք պետք է անենք։ Երեխին որ կանչում եք, ո՞նց պետք է երեխան։ Նստած տեղը մնա, դուք իր մոտիկ չեք գնա։ Բայց երբ կտեսնիք մի երկու քայլ եկավ, մեկ 4-5 քայլել դուք եք գնում։ Մենք մի քայլ ասուն ենք գնում։ Աստված 3 քայլ առաջ է գալիս։ Հաջորդ քայլին ավելի է մոտենում։ Աստված կուզե մեր քայլը տեսնել իր առաջ, դեպի իրան։ Եվ տեսնի եւ ուրախանա։ Ուրախանա, որ իրավի այս մարդկանց մեջ իմ հոգիս կա, իմ հոգիս ներկա է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Չեմ ուզում շատ երկարացնել։ Աստված մեզնից օգուտ չունի։ Օգուտն այն է, որ մենք հոգիների փրկություն ունենանք։ Բայց մենք շատ բանով մինչև վերջին շունչը կախված ենք Աստծուց այս երկրի վրա։ Դրանից հետո էլ վերևում նորից Աստծուց կախված եւ Աստծու ողորմությունը խնդրող մարդիկ ենք մենք։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այո։ Տերը կուզե, որ մենք սիրելի զավակների պես իր հետ կապված լինենք։ Ուզում եմ մի հատ համար կարդամ եւ վերջացնեմ։ Հովանո Ավետարան 5-րդ գլուխ 28 համարից ասում է. Այսօր վրա մի զարմանաք, վասնզի ժամանակ պիտի գա, երբ բոլոր գերեզմանների մեջ եղողները անոր ձայնը պիտի լսեն։ Նայեք, մենք հիմա լսում ենք Քրիստոսի ձայնը Ավետարանի միջոցով։ Բայց այդտեղ ասում է ժամանակ պիտի գա, երբ բոլոր գերեզմանների մեջ եղողները անոր ձայնը պիտի լսեն, հետաքրքիր է, չէ։ Ինչի համար։ Ու դուրս պիտի գան անոնք, որ բարի գործեր են, բարի գործեր են, կյանքի հարության համար, եւ անոնք, որ չար գործեր են, դատապարտության հարության համար։ Մեռնելուց հետո էլ մենք Աստծո կարիքը ունենք։ Մեկ օր Հիսուսի ձայնը պիտի գա եւ բոլորս պիտի հարություն առնենք։ Թե բարի գործերով ննջած, թե չար գործերով։ Եվ ասում է Աստծո խոսքը. նրանք, որ բարիք են գործել, բարի գործերի համար հարություն պիտի առնեն։ Իրանց բաժինը առնելու համար։ Եվ անոնք, որ Աստծո խոսքը չլսեցին, չարիք գործեցին, նրանք էլ պիտի հարություն առնեն, նրանք էլ պիտի կենտանանան, բայց իրանց չար բաժինը առնելու համար։ Տիրոջ անունը փառավորվի։ Աստված այսօր կանչել է մեզի ոչ թե կործանելու,
ապափրկելու համար։ Դրա համար զգոն լինենք եւ գիտենանք մեր Տերն ու նշանակությունը Աստվածային կյանքի մեջ։ Փառավորյալ լինի Տիրոջ անունը։ Խաղաղություն եկեղեցի, ասենք փառք Տիրոջը, Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուղղակի նայում եմ եւ վշտանում եմ, որ մեր հավատքի ժողովուրդը չեն կարողանում նույնիսկ արդեն կիրակի օրերը եկեղեցի գան, ինչ որ բաների հետ փոխում են իրանց օրերը, Տիրոջ պաշտամունքը, բայց ինչ արած, ժամանակներն են այդպես, երևի ավելի կարևոր բաներ կա, ավելի տենց ինչ որ ժամանակների մեջ դժվարություններ կան իհարկե, բայց մենք մի բան պիտի սովորենք մեր հոգևոր կյանքի մեջ, զոհաբերություն։ Եթե զոհաբերություն չի անում հավատացյալը, իր հոգևոր կյանքը տկար է լինում, սիրելիներ։ Մենք պատրաստ պիտի լինենք զոհաբերել ինչ որ բաներ հանուն Հիսուսի։ Այ խոսքը գնաց Աբրահամի մասին, տեսեք Աստծո եւ Աբրահամի մոտիկությունը ինչքան հարազատություն կար, երբ որ Տերը ասեց վերցրու քո մի հատիկ որդին եւ տար ինձ համար զոհարա։ Մենք շատ ժամանակ լսում ենք քարոզներ, որ ասում են Աբրահամը սենց ապրումներ ունեցավ, սենց մի քանի օր նեղված էր, չէր կարողանում այդ քայլին գնար, բայց ցելներ Աբրահամ այդ տեսակ խոսքը գիտեք ինչ է անում, Աստծո արդարությունը խափանում է, որովհետեւ այդ մի քիչ հետո մենք կանդրադառնանք դրան, որովհետև Աբրահամը հավատացել էր, որ կարա Աստված Իսահակին հարություն տա։ Եվ դրա համար ինքը արդար համարվեցավ, արդարացավ այդ հավատքով։ Փառք Հիսուսին։ Տեսեք եղբայրներ, ինչքան կարևոր թեմա բարձրացրեցին, չէ աղոթքի թեման, ինչքան կարևոր թեմա է դա։ Ինչու հավատացյալը չի աղոթում։ Մի հատ պարզ սահմանում կա դրա համար, որովհետև չի հավատում, որ աղոթքը կարա փոխի իր կյանքը։ Պարզ սահմանում է դա։ Եթե ես հավատամ, որ աղոթքով կփոխվեմ, աղոթքը ինչ որ բան կփոխի, ես կգամ աղոթքի։ Ես չեմ սպասի ինչ որ ժամանակ անցնի, հանգստանամ, թեթևանամ, վստահությունը սկսի վերականգնվել, ես հավատում եմ, որ աղոթքը փոփոխություն է ներկայացնում իմ հոգևոր անձիս մեջ եւ իմ կյանքի ընթացքի համար։ Եթե ես հոգեով եմ գալի Տիրոջ առջև, ես անպայման իր հետ կապի մեջ եմ, հարազատության մեջ եմ, եւ այդ ժամանակ ծնվում արդեն հանուն իր ապրելու գաղափարը, հանուն իր համար ապրելու, հանուն իր համար իմ կյանքը դնելու, հանուն իր համար ինչ որ բաներ զոհելու, որ Տիրոջ եկեղեցու հետ միասին փառավորեմ Տիրոջ անունը։ Այսօր բոլորս էլ անգիր գիտենք այն խոսքը, որ Դավիթն ասում է կուրախանայի, երբ ինձ կսեին Տիրոջ տունը երթանք։ Մենք Դավիթից զբաղված մարդ ենք երևի։ Թագավոր մարդ էր։ Մի ամբողջ երկիր էր կառավարում։ Այդքան երեխաներ ուներ։ Եվ այս երեխաների մեջ խնդիրներ կար։ Բայց այդ մարդը ասում է ես կուրախանայի, երբ ինձ կսեին Տիրոջ տունը երթանք։ Այսինքն այս մարդը գիտեր, որ ամեն բանից առաջ Տիրոջ տունը պետք է ինքը լինի։ Եվ վերջապես մի խոսք էլ կա Տեր Հիսուսի համար, երբ որ կորցրել էին իր ծնողները Հիսուսին Երուսաղեմ այցելությունից, ասում է 3 օրվա ճամփա գնացին, տեսան, որ Հիսուս իրանց հետ չի, մտածում են ինչ որ հարազատների հետ կամ ծանոթների հետ է քայլում, փնտրեցին ու չգտան ու գտան, երբ որ հետ գնացին Երուսաղեմին, տեսան տաճարի մեջ ինքը ուղակի նստած է վարդապետների հետ եւ խոսքա հարցնում, խոսքա պատասխանում եւ ասում է զարմացել իր այդ խոսքի գիտության վրա եւ ասացին զավակս տեսուրա 3 օրը քեզ ենք ման գալի, ասած դուք չգիտեք, որ ես իմ հորս տան մեջ պիտի լինեմ։ Հիմա մենք որպես հավատքի մատ տարիներով լսել ենք այս խոսքը եւ ասում ենք ու քարոզում ենք եւ հիմա մենք բոլորս էլ գիտենք, մենք չգիտենք, որ Հիսուսը իր հորտան մեջ է։ Այսինքն ամեն մարդ, որ այսօր գալիս է այստեղ, նա հավատում է, որ Հիսուսը իր հորտան մեջ է։ Այսինքն եկեղեցին Տիրոջ տունը, որով մենք չենք եկել այստեղ հանդիպենք իրար, եկել ենք հանդիպել Հիսուսին։ Եթե ես եկել եմ այստեղ ինչ որ մեկին տեսնալու համար,
Ես արդեն այստեղ մոլորվել եմ, սիրելիներ, բայց երբ որ ես եկել եմ մտքով, որ եկել եմ Հիսուսին հանդիպեմ, որովհետև գիտեմ ու հավատում եմ, որ Հիսուսը իր տան մեջ է, այդպես է ասել ինքը, ես իմ հոր տան մեջ եմ, ես եկեղեցում եմ, սա Տիրոջ եկեղեցին է, Տիրոջ ժողովուրդը։ Այսօր եկել եմ իրան հանդիպելու, վայելելու իրան, պաշտամունք մատուցելու, իր հետ մեկանալու եմ ես գալի այստեղ, չեմ եկել տենամ ով ինչպես է հագնվել, ով ինչպես է նստած, ով ինչ է ասում եւ այլն։ Դու ինչպես ես եկել այսօր եկեղեցի։ Հանդիպելու նրան։ Ասենք Փառք Տիրոջը, սիրելիներ։ Ուրեմն ինչու հավատացյալը չի կարողանում գա աղոթքի։ Առաջին ասացի, որ չի հավատում, որ աղոթքը կարող է փոխել իրան, ուրախացնել իրան։ Երկրորդը վախի մթնոլորտն է, որ վախենում Աստված իրան չլսի, չտեսնի, չընդունի, չների։ Այս բոլոր բաները սիրելիներ նպաստում են, որ նա չի կարողանում աղոթել։ Գիտեք ինչի նման է հավատացյալների, շատ հավատացյալների աղոթքի կյանքը, նման է սպեր թայրի նման, այսինքն պահեստային անիվի նման։ Երբ որ մենք նստում ենք մեր մեքենաները գազ ենք տալի ֆրիվեյի վրա 70-80, ոչ մի բանի կարիք չունենք, բայց այս որ անիվը պայթում է, նոր հիշում ենք, որ մենք ունենք պահեստային անիվ։ Եվ սկսում ենք փոխել էտի։ Այաղոտքը մեր սա ժամանակ տենց է, նստած գազ ենք տալի մեր կյանքում, բայց հենց որ նեղության մեջ ենք գնում, նոր հիշում ենք, որ պիտի գանք աղոթենք։ Տեր, այսօր ես ինչ է պատահել ինձ հետ, բայց Տերը մի կարևոր խոսք ասեց, աղոթք կարեք, որ փորձության մեջ չընկնեք։ Մենք ընկնում ենք աղոթքի մեջ, նոր ենք սկսում փորձության մեջ, նոր ենք հիշում, որ պիտի աղոթենք։ Բայց այն մարդը, որ աղոթքի մեջ է, փորձության մեջ չի ընկնում, իսկ եթե ընկնում էլ է, չի վախենում։ Զորավոր է ինքը դրա մեջ, հավատքով է քայլում։ Նշի, որ փորձությունները, փորձանքները մեզ համար չեն, սել մենք ապրում ենք այս երկրի վրա, մարմնի մեջ ենք, հազար ու մի անհավատի հետ ենք գործ բռնում, հազար ու մի տեղեր ենք մտնում դուրս գալի, եւ մեղքը դռան տակ պարկած է, նա ամեն րոպե կարող է մեզի պատել, ուրիշների միջոցով, չգիտեմ ինչ պայմանների միջոցով, բայց եթե ես կա իմ մեջ Քրիստոս զոհաբերությունը, Քրիստոս կյանքի ներկայությունը, ինչից ես պիտի վախենամ, եթե Տերը ինձի հետ է։ Երբ որ ես մեղք եմ գործում, կամ սխալվում եմ ինչ որտեղ, չեմ վստահում Տիրոջը, որ գամ իր առաջ, որովհետև չեմ սովորել խոսքը, որ խոսքը այսպես ասում է, ուզում եմ կարդամ այդ խոսքերը, սիրելիներ, որովհետև խոսքը գնաց հավատքով արդարանալու մասին, տեսեք ինչ ասում էզի Աստծո խոսքը, Հռոմեացիս, ուրեմն 4-րդ գլուխ 24 խոսք, ներողություն, 3-րդ գլուխ 24 խոսք, շատ ներողություն, Հռոմեացիս 3:24 Եվ անոր շնորհքովը ձրի կարդարանան Հիսուս Քրիստոսով եղած փրկությունովը։ Եվ նաև ուզում եմ կարդալ Եփեսացիների նամակից, որտեղ որ նույն խոսքի պահա, 2-րդ գլուխ 8-րդ խոսք։ Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ձեզմե, ապա Աստծո պարգևն է։ Լսում եք, սիրելիներ։ Ուրեմն այս երկու խոսքերի մեջ առաջինում կարդում ենք, որ ես նորից եմ կարդում 24 խոսքը եւ անոր շնորհքովը ձրի կարդարանան, առաջինը ասում է անոր շնորհքով ձրի կարդարանան, երկրորդ տեղում ասում է շնորհքով փրկված եք դուք։ Լսում եք, երկու կյանքի բան կա, պայման կա։ Առաջինը արդարացնում է, երկրորդը փրկում է։ Եվ երկուսն էլ ձրի է, դա Քրիստոսի շնորհքով է։ Եղբայրներ քուրեր։ Եվ Քրիստոսի շնորհքը պարզ մի բան ունի, բացատրություն, պարզ մի բան։ Ինչ է Քրիստոսի շնորհքը, որ մենք այսքան գնում ենք ու տեղ չենք հասնում սիրելիներ այդ շնորհքին։ Դա մի պարզ բացատրություն ունի։ Մենք որպես մեղավոր մարդ, մենք գիտենք, որ Աստծո բարկությունը այս աշխարհի վրա է։ Մեղավոր մարդկանց վրա է, անհնազանդների վրա է Աստծո բարկությունը։ Դուք մի կարծեք, որ մենք սենց հանգիստ ապրում ենք, հանգիստ ասելով նկատի չունեմ արհավիրքները, ասենք երկրի հաճախ գալիս են, չէ, փոթորիկներ, արհավիրքներ եւ այլն։ Փառք Տիրոջը, որ գոնես ռեգիոնում մի քիչ տենց մեզի հանգիստ է, այդպես բաներ չի լինում, փառք Աստծուն։ Հիմա բայց Աստծո բարկությունը մարդկության վրա է։
Եթե Հիսուսի շնորհքը չլիներ, մարդկությունը վաղուց վերացած կլիներ, սիրելիներ, վաղուց, շատ վաղուց։ Որովհետև մարդկային կյանքի մեղքերը հասել է մինչև երկինք, եւ Քրիստոսի Գողգոթայի խաչը կանգնած է երկնքի եւ երկրի մեջտեղ։ Եվ Աստված նայում է աշխարհին Հիսուսի խաչով, Հիսուսի թափած արյան միջոցով։ Եվ այսօր նրան հավատացողները, Հիսուսին հավատացողները շնորհքով փրկվում են, այսինքն մենք պետք է գնայինք դժոխք, մենք արժանի չէինք ներման, բայց Քրիստոս մեզի շնորհեց այդ կյանքը։ Եվ մենք դրա համար ոչինչ չարեցինք։ Ոչինչ։ Մի բան չկա, որ մարդը կարանա անի եւ էդի Աստծո արժեվ շնորհ գտնի։ Եվ ինքը Տերը գա ասի, այ դու այս բանը արել ես, բոլոր մարդկանցից լավն ես դու, այս աշխարհի բոլոր մեղավորներից դու այս կարևոր գործը արել ես, ես քեզ հատուկ դրա համար փրկում եմ։ Այդպես բան չկա։ Գոյություն չունի, սիրելիներ։ Մարդը ոչ իր խոսքով, ոչ իր շնորհքով, ոչ իր գործով, ոչ իր պատվիրանները պահելով երկինք չի կարա մտնի։ Մի երկինք մտնում է մի հատ Քրիստոսի արյան միջոցով, իր շնորհքի միջոցով, որը ձրիորեն պարգևել է մեզ։ Այև որ այս հավատքը մեր մեջ առաջանում է, սիրելիներ, մենք համարձակություն ենք ստանում գանք աղոթքի Տիրոջ առաջ։ Դա մեզ համարձակություն է տալի։ Թեկուզ ես մեղք եմ գործել, թեկուզ ես մեղավոր եմ, բայց իր շնորհքը իմ մեղքից ավելի շատ է, ավելի է ծածկում է նրան, սիրելիներ։ Բայց Պողոսը զգուշացնում է այդ հարցի մեջ, ասում է, հիմա ինչ մեղք գործենք, որ շնորհքը ավելանա, ոչ, սիրելիներ։ Շնորհքով փրկված արդարացած հավատացյալը փորձում է արդար կյանք ապրի։ Հիսուսի համար ապրի, Հիսուսի համար զոհաբերություններ անի, ճիշտ ապրի իր կյանքում։ Երբ որ մենք ասում ենք հավատքով արդարացել ենք, դա չի նշանակում, որ մենք մեղքի բնությունից ազատվել ենք։ Մեղքի բնությունը մեզ հետ մեռնում է մինչև գերեզմա, սիրելիներ, պիտի գնա մեզ հետ մեռնի։ Մեղքի բնությանը մենք խաչում ենք, մեղքի բնությունից մենք հրաժարվում ենք, մեղքի բնությունից մենք ազատվում ենք, բայց նա բնակվում է մեր մեջ, մարդու էության մեջ է այդի, նրանից ազատվում է միայն գերեզմանը, սիրելիներ։ Հետևաբար, երբ որ մենք հավատքով արդարացնում ենք կամ հավատքով փրկություն ենք ստանում, հավատալով Հիսուս Քրիստոսի անվանը, դա չի ստորագրում, որ մենք մեղք չենք գործելու։ Բայց երբ որ գործում ենք, մեր մեջ արդեն արթնանում է ճշմարիտ աստվածապաշտությունը, ես դրան արդեն ատելությամբ եմ վերաբերվում, հակառակությամբ եմ վերաբերվում, ինչու, որովհետև դա չի իմ կյանքը, որովհետև Քրիստոս դրա համար մեռել է, որովհետև ես իմ անձս դրա համար մեռած եմ սեփում, ես դրա համար մեռել եմ, ես այլևս չեմ ուզում դա անեմ, բայց անկախ իմ կամքից հաճախ պատահում է այդ բաներ, տկարություն եմ թույլ տալի, ինգնում եմ եւ այլն, բայց դա չի ինձի տալիս, ոնց որ ասած, նեղություն, որ ես չկարանամ գամ Տիրոջ ոտքերի առաջ։ Եվ հենց դրա մեջ եղբայրները շեշտեցին, հենց դրա մեջ եմ ես գալի ոտքերի առաջ։ Հենց դրա համար եմ գալի Տիրոջ առաջ, որովհետև Տերը սիրում է ինձ, եւ նրա սերը չի պակսել, նրա սերը չի վերջացել, անսահման սիրով ինձ Տերը սիրում է, որովհետև գիտի իմ մարմնավոր վիճակը։ Օրինակ այդ երգի մեջ նոր երգում ենք, չէ՞ որ մարմնավոր է, մեղավոր է։ Այդ բառերը սխալ է։ Այնտեղ պետք է լինի մարմնավորից, երկնավորից, երկրավորից ձանձրացած քեզիկ ու գամ։ Բացակայում այդ իսկ բառերը այնտեղ։ Այդ երկրավորից, մարմնավորից ձանձրացած եմ գալի Հիսուսին, որովհետև իմ մեջ հավատքի կյանքը խոսքը փոխանցվել է, ես հավատացել եմ, դրա համար արդար եմ կոչվում, ես հավատացել եմ Հիսուսը Աստծո որդին է, դրա համար եմ արդարացված ես, այսօր Աստված ինձի երկնքից նայում է ոչ թե իմ արարքներին, նայում է Քրիստոսի վերքերին, որի միջոցով ես փրկված եմ, ասենք փառք Հիսուսին։ Ուրեմն եթե Տեր Հիսուսը մեր եւ Աստծո մեջտեղը չլինի, մենք վաղուց կորսված անձնավորություններ ենք, սիրելիներ։ Դա իր շնորհքով է, որ մենք ապրում ենք։ Ամեն առավոտ արթնանալուց մենք հանդիպում ենք Քրիստոսի շնորհքին։ Հակոբոսը ասում է, քանզի մենք ամենս էլ մեղք կգործենք։ Առաքյալ է ինքը։
Եվ ինքը իրան էդի բացվել է, մեզի որ չապարավել, մենք ինչա, մենք ամեն օր սուրբ կյանք ենք ապրում, որ մենք հաճեցնենք մեր Տեր Աստծուն։ Լավ կլինի, որ տենց լինի։ Շատ լավ կլինի, որ մենք ամեն օր այդ սրբությունը ունենանք, բայց էսի հոգևոր աճ է, պրոցես է, հաճախ մենք քայլում ենք այս ճանապարհը, այս պրոցեսի ճանապարհին ենք մենք սրբության գնում։ Փրկությունը ակտ է, որ կատարվում է հավատալով Հիսուս Քրիստոսին, բայց սրբության պրոցեսը, դա ճանապարհը, որ մենք անցնում ենք, որովհետև մենք չենք պատկերացնում մեղքի զորությունը ինչքան ահավոր մեծ է, սիրելիներ, եւ դրանից դուրս գալու համար լիքը բաներ է պետք։ Քրիստոսին մոտիկանալ, արյան միջոցով մաքրվել, աղոթքներ, ծոմեր, որպեսզի մենք այդ պրոցեսից կարողանանք փոխադրվենք երկնային միջավայր, սիրելիներ։ Հասկանում եք։ Ով այսօր մեր գործում է գնում լացում է Տիրոջ առաջ։ Ով այսօր չարություն անում մտածված կերպով։ Ով այսօր այն մարդը, որ ոչ մի անգամ իր օրվա մեջ մի սուտ չի ասում։ Բա ինչի ենք ապրում։ Բա ոնց ենք ապրում այդ դեպքում։ Ինչի երկնքից կրակը չի գալի մեզի լափում, որովհետև մենք մեղք ենք գործել, որովհետև Քրիստոսի շնորհքը կանգնած է այնտեղ։ Եվ բայց նորից եմ ասում, առաքյալը զգուշացնում է, խոսքեր կան այստեղ գրված, հապա ինչպես, ասենք ունակ 6-րդ գլխի առաջի խոսքն է ասում, ալ հիմա ինչ պիտի ասենք, մեղքի մեջ մնանք արդյոք, որպեսզի շնորհքը շատանա, քավ լիցի։ Եթե շնորհքը մեղքը քավր է անում, ծածկում ասեներ, չի նշանակում, որ մենք պիտի մեջ դրա մեջ մնանք, գնանք ինչ ուզենանք անենք, եթե մեկ Աստծո Քրիստոսի շնորհքը ինձ քավր է անում, ակրում է ինձ։ Սիրելիներ, հետևաբար մենք հավատքով արդարացած ենք։ Աստված մեզի արդար է տեսնում Քրիստոսի միջոցով, ոչ թե մեր գործերով, ոչ թե մեր գործերի նայելով, հապա հավատքի միջոցով։ Այ հիմա երբ որ դու ընդունես, որ հավատքի միջոցով դու արդար ես, գիտեք ինչի չեն կարող մենք ընդունենք, որովհետև երեք ես բարկացել եմ։ Երեք ես ունի եղբայր իմ ծնողիս հետ կռվել եմ։ Երեք ես գործից տեղում ինչ-որ մեկի հետ պրոբլեմ եմ ունեցել, իմ գործընկերոջ հետ։ Հիմա ես նայում եմ դրան ու մտածում եմ, որ Աստված իմ աղոթքը չի լսի, ես անպիտան անարդար մարդ եմ, շատ լավ է, որ տենց ես մտածում, բայց մի կողմից էլ հավատքով արդարացած ես դու, Հիսուս արդարացրել է մեզ, նա մեզ արդար է համարում, փառք իրան։ Սա է երկինք տանում, սիրելիներ, ոչ թե որ մենք բարի ենք դրա համար, ոչ թե մենք ողորմած ենք դրա համար, ոչ թե մենք ողորմություններ ենք անում դրա համար։ Եվ այս հոգին պետք է յուրաքանչյուր հավատացյալի վրա իջնի նրա փառքի ճոխությունով, նրա ճշմարիտ հոգիով։ Տեսեք, այստեղ մի խոսք կա 6-րդ գլխի 23 խոսքը։ Ես եմ ուզում կարդամ։ Քանզի մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք, մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ինչ է հավիտենական կյանքը մեզի, մենք այդքան ասում ենք հավիտենական կյանք, ձրի պարգև։ Ու միջոցով Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մենք ենք ստացել այդ մենք ենք ստեղծել, ձեռք բերել։ Տեսեք Պետրոսը ինչ է ասում։ Ուզում եմ այդ խոսքերն էլ կարդամ առաջի Պետրոս առաջի գլխում։ Առաքյալ այս խոսքերն ա գրում, սիրելիներ։ 16 խոսքից եմ կարդում, առաջի Պետրոս, առաջի գլուխ 16 խոսքից։ Վասնզի գրված է, թե սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ, եւ եթե հայր կկոչեք զանիկա, որ առանց աչառության կդատե ամեն մեկուն գործի համեմատ, ուրեմն ձեր պանդխտության ժամանակը վախով անցուցեք, գիտնալով, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկեով փրկվեցաք, ձեր հայերեն ավանդած ունայն ճամփաներեն, հապա Քրիստոսի պատվական արյունով, որպես թե ամբից ու անարատ գառիմը։ Լսում եք, ոչ թե ապականացու արծաթի եւ ոսկի միջոցով, որոնք հայերից են ժառանգել կամ մենք ենք աշխատել։ Այդտենց բան չկա Հիսուսի մոտ, որ մեկը գա, ինչ որ $2 միլիոն դնի առաջը, ասի ես կունենամ այս փրկությունը։ Չկա այդպես բաներ։ Մարդկանց կարան կաշառեն, դատավորներին կարան կաշառեն, փաստաբաններին կարան կաշառեն, որ իրանց գործերը փոխի, ուրիշ ընթացք տա։ Եվ այսպես է աշխարհի վիճակը, սիրելիներ, բայց Քրիստոսի մոտ այդպես բան չկա։ Նա միակ դատավորն է, որ անաչառ պիտի դատե ամեն մեկուն իր արածների համար։ Երբ որ մարդը կանգնում է Աստծո առաջ, նրան պիտի դատի իր արածների համար։ Եվ այս դատաստանը չի ուշանալու, գալու է շուտով։
Շատ շուտով երկրի վրա տեղի ունելու է դատաստանը, սիրելիներ։ Մենք հավատում ենք դրան։ Նա որ Քրիստոսով արդարացած է, նա ուղիղ միանգամից երկնքի արքայություն է մտնում։ Հասկանում եք։ Ասում են, որ հիմիկվա ժողովուրդ հավատացել, ովքեր ննջում են, երկնքի արքայություն չեն մտնում, որովհետև այնտեղ հարսը պետք է մտնի։ Նրանք գնում են դրախտային իրավիճակ։ Դրախտ ու դժոխքը դա մի տեղ են, ուղղակի իրայից անդուդով բաժանված են, չի կարելի ընդից գնալ ընդ, իդից գնալ ընդ։ Աբրահամի գոգը գնացողը հիշում եք, չէ, երբ որ Ղազարոս եւ հարուստի առակը, ասում աշկերը բարձր տեսավ ընդեղ է։ Ասա թող գա, որ ինձի ջուր տա, ասա չի լինի։ Այնտեղ բիատ մեծ անդունդ կա։ Ոչ էլ կարաստից գնան ընդ, ոչ էլ կարան կաստից։ Հիմա դա մի տեղ է, բայց արդարները մտնում են այնտեղ հանգիստը, սպասում են այն օրվան, որ Քրիստոս հայտնվի իր փառքով եւ բոլորը կանգնեն իր առաջ, այդտեղ արդարացած եկեղեցին մտնում է Տիրոջ փառքի մեջ։ Փառք իր անվանը։ Մեկ նայում եմ երկրի վրա ինչ որ ասենք արարողություններ են մարդիկ անում, հարազատների հետ հանդիպում, որոնք երկար տարիներ բացակայել են, ասենց զգացմունքային աշխարհից վրա ազդում է, ասես սկսում ես հուզվել, էլի մտածում ես, ասում եմ Տեր Աստված, որ մարդը կարողանում է ասենց բան անի, ուրախացնի, բայ ես պատկերացնում եք ու փառավոր կյանքի ճոխությունը, որ մենք չգիտենք դա ինչ բան է, մենք մենակ լսում ենք դրա մասին, բայց գալու է առու տեսնելու ենք էդի, ինչքան քաղցր ու լավ է լինելու մեզ համար։ Փառավորվի Տիրոջ անունը։ Եվ ես ձեզի ասեմ, մեր կյանքի նեղությունները, սիրելիներ, վարկյանական են գալիք փառքի առաջ։ Մի մտածեք, ես ինչա, չի վերջանում, ինչքան ժամանակ կարելի է, ինչքան կարելի է այս վիճակի մեջ մնալ, ինչքան կարելի է աղոթել չստանալ։ Ես համաձայն եմ, Տեր, քեզ ունենամ, աղոթեմ էլ թող չստանամ։ Մենակ քեզ ունենամ։ Որովհետև դու ամեն ինչ ես։ Դու բժշկություն ես, դու կյանք ես, դու ուրախություն ես, դու սեր ես, դու քաղցրություն ես, էդի ինձի բավականա, որ ես վայելեմ, տեսնամ ես վիճակի իմ կյանքում։ Եթե ես էդի չեմ տեսնում, բայց կռացել եմ, կենտրոնացել եմ մենակ մի բանի վրա, աղոթեմ, բժշկվեմ, ինչքան պիտի աղոթեմ, բժշկվեմ, չես բժշկում, փառք քո Սուրբ անվանը, ես քո կարիքը ունեմ։ Հասկանում եք սերներ, բայց Աստվածն չի վերաբերվում իմ խելքի համեմատ։ Որտեւ իր կամքը նաև բժշկելն է, իր կամքը նաև իր փառքը հայտնելն է, եւ Դավիթն ասում է, պիտի պատմեմ Տիրոջ հրաշքներն ու զորությունները, ու պիտի չլռեմ։ Աստված անում է մեզ այդ հրաշքները, որ պատմենք իր մասին, պատմենք իր գործերը եւ ցույց տանք աշխարհին, որ Հիսուսը կենդանի Աստված է, ալելույա իրան, փառավորվի Տերը։ Օրհնյալի մեր Տերը սերներ։ Ուրեմն հիշեք այդ խոսքը եւ ընդունեք ձեր մեջ։ Դուք հավատքով եք արդարացած Քրիստոսի միջոցով, ոչ թե մեր գործերով, ոչ մեկը չպարծենա, հապա մենք հավատքով արդարներ ենք Աստծո առաջ։ Ընդունեք այս խոսքը ու կտեսնեք ինչքան համարձակ գալիս եք աղոթքի։ Ինչքան համարձակ փառաբանում եք իրան, ինչքան համարձակ մոտենում եք իրան, Աստված սիրում եւ ներում է եւ Քրիստոսի արյունը մինչև այսօր հոսում է դեռ, մինչև այսօր խոսում է դեռ, մինչև այսօր գործում է դեռ, կենդանի է իր արյունը, փառք տվեք իր անվանը, սիրելիներ։